Այժմ տեսնենք ինչ է սպասում ցլերին հաջորդ շաբաթ, մայիսի 17-ից 23-ը։ Տեսնենք ինչ է սպասում ցլերին հաջորդ շաբաթ։ Անձնական հարցերում, աշխատանքում և ֆինանսներում։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ երեխա։ Երեխան բնականաբար միանգամից դրական պոզիտիվ է, երեխայի հետ կապված ամեն ինչ։ Միգուցե երեխաները կլինեն ձեր ուշադրության կենտրոնում, եթե ունեք երեխաներ, չեմ կարող ասել ինչ առումով, բայց շատ ուշադրություն երևի կդարձնեք կամ ժամանակ անցկացնեք ձեր երեխաների հետ, ինչ որ աշխատան գործեր կունենաք, չգիտեմ, կապված երեխաների հետ եւ նրանց հարցերի հետ։ Կարծեմ վերջի զանգ է մոտենում, չգիտեմ, երբ է կոնկրետ վերջի զանգը։ Այդպես, մի խոսքով, երեխաներով երևի շատ զբաղված կլինեք, բացի դրանից, եթե ոչ երեխա դիտարկենք, ապա ինչ որ նորություն կլինի ձեր կյանքում, տեսնենք ինչ առումով է նորություն։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ աղվես։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ աղվես, ինչ որ խորամանկ մեկը կա ձեր 4 կողմում, ես չեմ կարող ասել սրանք ինչ հարաբերություններ են, խաչին աշխատանքի հետ է կապվում, տեսնենք սա, անձնական հարաբերություններում աղվեսը ինչ է նշանակում, ով է խորամանկում ցլերի հետ հաջորդ շաբաթ։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, տեսեք, այստեղ էլ ծաղիկ եմ տեսնում։ Ես ճիշտ ասած բացարձակ ոչինչ չեմ տեսնում, բոլորովին։ Ես չգիտեմ, այս խորամանկը ով է, ինչ իմաստով է խորամանկ։ Այսպես ասեմ, այդ դեպքում ես խորամանկ անձ այստեղ անկեղծ ասած չեմ տեսնում։ Միակ բանը, որ մտքովս անցնում է անձնական հարաբերությունը տեսնելով այս գեղեցիկ կարտերը, կարող եմ ասել, որ ինչ որ անձնական հարաբերություններում ինչ որ մի բան ձեզ կզարմացնի։ Հարգելի ցլեր, ինչ որ մի բան ձեզ կզարմացնի։ Տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ լուր է գալիս ինչ որ անձնական հարցերի հետ կապված շատ գեղեցիկ, տեսնում եմ այստեղ սեր, տեսնում եմ այստեղ արագիլը, կինը, տեսնում եմ տղամարդը, շատ ուժեղ, շատ կայուն հետաքրքիր հարաբերություններ են, ընդ որում երկկողմանի, եւ տեսնում եմ կին, եւ տեսնում եմ տղամարդ։ Եվ մարդիկ սիրում են իրար, տեսեք աղջիկը տղամարդու արդեն սեր անկել է տղամարդու վրա, տղամարդը սիրում է, կինն էլ նայում է տղամարդուն, այո, այստեղ փոխադարձ սիրո մասին է, սա նոր սեր է, սերը նոր է ծագում, թե նոր պետք է իրար սեր խոստովանեն, չեմ կարող ասել, բայց եւ գիտեք, խաչի 9 առհասարակ առաջարկության կարտն է, ինչ որ միգուցե ինչ որ մեկը մեկին սեր է խոստովանում, սեր է խոստանում, սա էլ 9 սիրո հետ է կապված, ինչ որ լուր է գալիս, չգիտեմ, երիտասարդին ասում են, չգիտեմ, չեմ ուզում ասել, ոչինչ չեմ ուզում ասել, թող ձեզ համար էլ անակնկալ լինի, հարգելի ցլեր, բայց ձեր անձնական հարաբերություններում կարող եմ եւ փոփոխություն էի տեսնում եք, նույնիսկ եթե դուք ամուսիններ եք, չգիտեմ, եթե ամուսիններ եք, հանգած երեխայի եք սպասում կամ պարզում եք, որ պարզում եք ինը հղի է, տեսնում եք, ես այստեղ հենց սկզբում երեխա տեսա, ես տեղել տեսնում եմ սեր, շատ ուրախություն, դուք ձեզ շատ լավ եք զգում, շատ ամուր հարաբերություններում եք, միգուցե պարզում եք ինը հղի է եւ այսպես լուրը, այդ լուրն է գալիս հանկարծ։ Աստված տա, ես այստեղ էլ տեսնում եմ ժամադրության կարտը, չէ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ինչ էլ որ լինի ձեր անձնական կյանքում կարող է մի քիչ անսպասելի լինել, բայց շատ գեղեցիկ եւ շատ դրական անսպասելի կլինի։ Աշխատանքի վայրում շատ լավ կարտ եմ տեսնում նաեւ աշխատանքի վայրում հարգելի ցլեր, ճանապարհը բաց է դեպի ձեր նպատակները։ Շատ երկար չխոսեմ, որտեղ շատ գեղեցիկ կարտ է։ Եթե նոր աշխատանքի եք տեղավորվել, շատ լավ կլինի ձեզ համար։ Եթե աշխատանք եք փնտրում, հավանաբար լավ նորություն կլսեք հաջորդ շաբաթ։ Երեխայի կարտով դա կարող է նաև նորություն լինել։ Եթե նոր աշխատանքի եք տեղավորվել, ամենայն հավանականությամբ ձեզ դուր կգա։ Եթե պարզապես լուրի եք սպասում աշխատանքի հետ կապված, նոր աշխատանքի, լավ լուր կլսեք ուրեմն, բայց փորձենք մի քիչ մանրամասնել ամեն դեպքում։
Տեսնենք, բավականին բարդ խառը կարտեր եմ տեսնում, բայց բացասական անկեղծ ասած ճիշտն ասած չեմ տեսնում։ Էլի եմ տեսնում կին, տղամարդ։ Գիտեք ինչ հետաքրքիր, ես առաջին ինչ զգում եմ, այն էլ պետք է ասեմ։ Տեսեք, ես կարծում եմ, այստեղ իսկապես այսպես սիրային հարաբերությունները բավականին ազդելու են նաև աշխատանքի վրա։ Աշխատանքի հարցում պարզապես զուտ աշխատանքի ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ճանապարհը բաց է, դուք ձեր նպատակներին եք հասնում, բայց մի փոքր կարող է աշխատանքի հետ կապված հարցեր լինեն, դուք պետք է ինչ-որ կտրուկ որոշումներ կայացնեք, կապված ձեր ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Եթե ես ճիշտ եմ ասում, դուք հղի եք, ներողություն, դուք ասելով ձեր կինը, եթե հղի է, տեսնում եք նաև այստեղ մատանին, խաչով, այսինքն սա բավականին անսպասելի էր ձեզ համար եւ կտրուկ են որոշումները եւ սկսում եք խոսել, չգիտեմ, ինչ աշխատանքի վայրում ինչ եք ուզում փոխել, բայց դա կապված է ձեր ընտանիքում տեղի ունեցած փոփոխության հետ։ Միայն ցելերը ովքեր այսպիսի իրավիճակում են, նրանք կհասկանան։ Եթե երեխա չեք ունենում, այլ ձեր երեխաների հետ կապված ինչ-որ ծախսեր եւ հոգսեր կան, լրացուցիչ ինչ-որ հարցեր կան, այդ դեպքում դա էլ կարող է ինչ-որ ձևով ազդել ձեր աշխատանքի վրա։ Ես չեմ կարող ասել ինչպես, բայց պարզապես բավականին սա անսպասելի էր ձեզ համար։ Եվ ընտանիքի հետ է կապված, այո, ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները շատ այսպես կտրուկ, հանկարծակի անսպասելի են եւ դրանք կազդեն, դուք կզրուցեք ձեր ղեկավարների հետ, ինչ որ փոփոխություն կուզենաք, բայց ես էլ եմ ասում, դրական եմ տեսնում, ինչ էլ որ լինի, ամենադեպս ինչ փոփոխություններ ուզենաք, ժամերը կրճատեն, հակառակը շատ գործ տան, որ գումար աշխատեք ավելի շատ, որտեղ պատասխանատվությունը մեծանում է, երեխաների եթե վերջի զանգի հետ գումարներ են պետք, եթե երեխա եք ունենում, կինը հղի է, ուրեմն նոր ծախսեր են պետք լինելու, ինչ էլ որ լինի, ես տեսնում եմ, որ ճանապարհը ազատ է եւ ամեն դեպքում կարծում եմ, որ դուք կարողանաք ձեր նպատակին հասնել, ինչ էլ որ ուզում եք աշխատանքից։ Ֆինանսները, տեսնենք, ֆինանսներում տեսնում եմ աշտարակը։ Դե բնականաբար, եթե ես ճիշտ ուղղությամբ գնացի այս պատմության մեջ, ձեզ ծախսեր են սպասվում, հարգելի ցելեր, բայց սրանք երևի ամենահաճելի, ամենագեղեցիկ ծախսերն են։ Թող բոլոր ընտանիքներում ծնվեն երեխաներ եւ թող լինեն ծախսեր։ Շատ եմ սիրում ես երեխա, շատ եմ սիրում։ Իմ աղջիկը մի քիչ շատ շուտ չի ուզում ունենալ, ձեզ անհամբեր սպասում եմ։ Մի խոսքով։ Տեսնենք, ֆինանսներում ինչ է կատարվում ցելերի ֆինանսներում։ Այո, տեսնում եմ, էլի ինչ որ նորություն ընտանիքի անձնական հարաբերությունների հետ տեղի ունեցող այս նորություն, այս շարժը, ինչ որ մի բան փոխվել է ակամայից, դա ազդում է ձեր կյանքի բոլոր ասպարեզների վրա, եւ անձնական հարաբերությունների, եւ աշխատանքի, եւ ֆինանսների վրա։ Այո, ես ամեն դեպքում տեսնում եմ, որ եթե դուք ինչ որ ֆինանսական ծրագրեր ունեիք, այսինքն, չգիտեմ, ուզում եք գումարը կուտակել, ինչ որ, չգիտեմ, ինչ որ ծրագիր ունեիք, ինչ որ մի բան եք ուզում գնել, ինչ որ մեծ ծախսեր ունեիք, այդ բոլորը քանդվելու է, որովհետեւ ձեզ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ ծախսեր են սպասում։ Ես սա վատ իմաստով չեմ ասում։ Եթե դուք ելի եմ ասում, ուզում եք շատ նոր կահույք գնել, վերանորոգել ձեր տունը, մեքենա գնել, դա երևի թե կսպասի, որովհետև դուք ունեք շատ ավելի գեղեցիկ հետաքրքիր ծախսեր, որ սպասում են ձեզ առաջիկայում։ Գումարներ կլինեն։ Դուք գումարի խնդիր չեք ունենա։ Ես տեսնում եմ, որ գումարները գալիս են եւ խոսակցությունները, չգիտեմ, աշխատանքի վայրում էր գումարների հետ կապված։ Ոչ մի խնդիր չի լինի։ Մի քիչ երևի պետք է ամեն դեպքում կարողանաք մարդկանց համոզել աշխատանքի վայրում ֆինանսների հետ միանգամից շատ հեշտությամբ հարցը չի լուծվելու, բայց ես տեսնում եմ բանալին, չկա այդպիսի դուռ, որ դուք չկարողանաք բացել։ Այո, բայց ես էլ եմ ասում, ֆինանսներ կգան, պարզապես պետք է կոնկրետ զրուցել, միգուցե աշխատանքի վայրում կամ ում հետ որ ինչ գործ որ անում եք, էլ եմ ասում, շատ հեշտ միանգամից մարդիկ կարող է չհամոզվեն, բայց բանալին ձեր ձեռքում է։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք ուզում եք։ Ինչն էլ ես ձեզ սրտանց ցանկանում եմ, հարգելի ցուլեր։